Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ։ Իսկ ովքեր ցանկանում են գրանցվել Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը, կարող եք ձեր անձնագրի տվյալները, այսինքն նկարել անձնագիրի երկու էջը առանց մատը վրան դնելու, առանց շող կընկնելու, նկարել եւ ուղարկել։ Իմիջիայլոց 5 հատ անձնագիր եք ուղարկել, այդ 5 անձնագրի վրա շողք եք պահել, մատ եք դրել, դրանք ես հերթով կուղարկեմ ձեզ, որ դուք նորից նկարեք եւ ուղարկեք։ Իսկ ովքեր ցանկանում են օգնել Քոչարի ազգային վերածնունդ կուսակցությանը իրենց տարածքները որևէ բան ներքնահար կամ տան մի սենյակ կամ որևէ տարածք տալու ընտրությունների համար 2026 թվականի անհատույց խնդրում եմ մեզ գրեք, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն տրամադրել են։ Սկսենք հաղորդումը մեր բնականաբար Հայաստան, միջազգային եւ պատմական։ Նախ ասեմ ձեզ Հայաստանից հաղորդումը, հենց այս պահին Գյումրիում գնում ընտրությունները եւ ինչպես նաեւ Փարաքար համայնքում, Փարաքար համայնքում արդեն ասացին մոտ 46-47%-ն մասնակցել, Գյումրիում մոտ 30-33%։ Ինչևէ, բայց որոշ արդեն ներկայացուցիչներ վստահված անձեր ուղարկեցին վիդեոներ, որ խախտումները բազմաթիվ են, կոնկրետ 82 տեղում ասում են խախտում կա Գյումրու։ Միայն ես այդ խախտումները, որ նկարել ուղարկել են, ես տարբեր խախտումներ նայել եմ, բայց ամենաշատը ինձ զարմացրել է այն խախտումը, որը մի հատ ինչ-որ sense ուռած գլխով, մի հատ sense 180 կիլոնոց մանկական ռետուզի մեջ վերնաշապիկը դրած մի հատ տղամարդ դուրսը քվեարկության տուփ չի մտնում, դուրսը քվեարկում է, իսկ այդ քվեարկության վերահսկող վստահված անձը չի, ոնց որ հանձնաժողովի նախագահական տեղակալը կողքերը ֆրֆռում է ու ոչ մի բան չի ասում, այսինքն լրիվ նորմալ է, որ դու բաց քվեարկության գնաս։ Սա իմ համար ամենաահավոր բաներից մեկն է։ Սա այն տարբերակն է, որ փողը տալիս են ու ընտրում են։ Ինչպես տեղեկացրեցին նաև հսկայական քանակությամբ մարդիկ սկզբում մտնում են Սարիքի շտաբները, հետո նոր գնում են ընտրության։ Սա եւս վկայում է նրա համար, թե ինչի են մտնում Սարիքի շտաբները։ Բնականաբար փողը տալիս են, գնում են ընտրության։ Ես էլի ասել եմ ու կրկնում եմ, քանի դեռ չի բրծե, հարգելի գյումրեցիներ, գնացեք բոլորին ջնջեք, իսկ որ փող եք վերցնում, լավ եք անում, այդ փողով էլի մի ընտրեք, ով է իմանալու, այդ որ էշեշ ասում են նկարեք ուղարկեք, ասել եմ, վերցնում եք քվեաթերթիկը, մի հատ բան եք անում, խաչ եք անում կամ նշան եք դնում, հա, ճիշկա եք անում կամ կետ եք դնում, դա նկարում եք, որ Սարիկ ջան կամ Վարդանիկ ջան, քեզ նկարեցի, հետևից 2-3 հատ դրեք, թող անվավեր լինի։ Պարզա։ Հիմա ինչևէ ամեն ինչ պարզ երևում է, որ ոստիկաններ են բերել այնտեղ Սարիկը ոգևորված, ինչ-որ է, մենք կտեսնենք արդյունքները, որ արդեն ինչպես ասեմ, ձեզ ավելի երևացող է։ Այն Վարդանիկն է հələ գորմա, որ ընդդիմություն են, հաղթեց կմիանամ իրան, բայց մեկը տակը գրում եք Վարդանիկը տենց բան չի ասել, հա վիդեոն կա, դրեք նայեք։ Երկու անգամ էլ ասեցի, բա տես բան ասում եք չկա, ոչ չկա, այնա մարդը ասում է իր այդ լեզվով։ Իհարկե ինքը մարդ չի, բայց դե ասում է։ Անցնենք ամենակարևոր հարցին, նաև արցախցիների հարցին։ Արցախցիներ ջան, բերեցիք, վրանները դրեցիք։ Հետո որ ձեզ ֆինանսավորել է երկրորդ օրն է։ Երկրորդ օրվա արդեն պահը, այդտեղ այդքան մարդ է, այդքան մարդուն պիտի կերակրվի եւ այլն։ Արդեն երկրորդ օրն է 60,000 անցավ։ Էլի եմ կրկնում $60,000 լիստեմը բացեք, տեսեք։ Քանի հատ բնակարան կարելի էր գնել կամ 2600 հոգու մեկ ամսվա վարձը տալ, հələ երկրորդ օրն է։ Ասել եք 2 շաբաթ ժամանակ ենք տալ ու ընդից հետո կանցնենք գործողությունների։ Լավ եք անում, որ մեր խոսքերը կրկնում եք, բայց ոչ բգոյի լեզվով եւ մյուսների լեզվով։ Իմիջիայլոց ասեմ ձեզ, որ մեր արցախցիները, ովքեր եկել էին մասնակցել ու հիասթափված հետ են եկել, ես ասել եմ, բայց դե մարդիկ ասին մեր արցախցիներն են։ Գնանք ասե գնացեք, բայց հիշեք, որ հիասթափվելու եք, մարդիկ հիասթափված հետ են եկել, գնացել են, ասեն պարտադիր պետք է հագնեք սրբազան պայքարի մայքաներ։ Յա լուրջ։ Արցախցու հարցով կանչում եք այդ մարդկանց, որ լրբազան պայքար տակ, մարդիկ է թողե փրփրած հետ են եկել։ Անցնենք հաջորդ հարցին։ Բևեր, բա ասում էիր, մենք Բագրատի հետ չենք, մենք դուրս եկանք, որովհետև Արցախը, Բագրատն ասում է, Արցախը անկախ պիտի լինի, մեր օրակարգը չի լինում, այդքան ամիսներ մնացիք Բագրատի թմում, ոչ մեկի չբռնին, ձերբակալին մենակ Արտակ Սարգսյանին, մի շարք տղեկի բռնեցին, մեկի թևը կտրած, մյուսները բերդում են, բա ասում եք մենք բան չենք, դու ասա, ձեզ ինչի չբռնեցին հարց։
Չբռնեցին, հիմա նորից գնացել եք բգոյի թիմ, դե արտակին որ բռնել են, այդ դեպքում արտակին բաց թողեք, հիմա բևերին բռնեք։ Սերժենց բռնեք մեջնեն, դաշնակներին բռնեք մեջնեն, Քոչարյանից բռնեք մեջնեն, բգոյին բռնեք ամենակարևորը, բգոյին, այն հայկական ասել եմ ձեզ, այն Բենոյի անեկդոտն է։ Եթե չեք լսեք կարճ ասեմ, ուրեմն Հայաստան-Ֆրանսիա խաղն ալում, հետ ավարանցի Բենոյ է լինում։ Լավ է խաղում, ասմակ մի անգամից որ խաղը սկսվի, հենց Զիդանին տանք 10 հոգով կվազեք, 8 հոգով կվազեք Զիդանի վրա, պաս կտակ Բենոյին, Բենոն լավ գոլ է խփում։ Հենց Զիդանը գալիս է բոլորով հարձակվում են վրա, Զիդանը վախից գնդակը տշում է օդ միտեղ։ Վերցնում տալիս են Բենոյից, Բենոս ուղիղ գալիս է Ֆրանսիայի գոլի կողքով անցնում, գալի Հայաստանին է գոլ խփում։ Ասում են այ Բենո ջան, գոլ խփելու համար նրանց պետք է խփեր, ասում է բա դուք չեք ասել որ գոլ էր։ Լավ ասում են 1-0 խաղակեսը պրծնում է, ասում է այն էր իրանց գոլը, էսի մերն է։ Խաղակեսը պրծնում է, տեղերը փոխում են դաշտերը, նորից Զիդանի մոտ ալում, նորից հարձակվում են, գնդակը վերցնում են, տալիս են էլի Բենոս գալիս է հիմա էլի Հայաստանին է խփում։ Այ մարդ ասում է ինչի խփիր։ Մա բա դուք չասեցիք։ Ասում է գոլերը փոխվել էր, հա, ասում է, հիմա հասկացա։ Նորից է որ Զիդանից վերցնում են էլի գնում է Բենոյի մոտ, տրիները արդեն գոռում է մարզիչը, տղեկ, Զիդանին թողեք, Բենոյին բռնեք, Բենոյին։ Հիմա նույնը ասում եմ ես ձեզ։ Բա այդքան մարդու բռնել եք, տղեկ, ոչ ու բարով տղեկ, որ Նիկոլին եք ծառայում, բոլորին թողեք, բգոյին բռնեք, բգոյին։ Գլխավորը բգոն է, ինչի չեք բռնում։ Բևերին բռնեք, ինչի չեք բռնում։ Ամենավտանգավոր ուժը, բայց ո՞նց է էլի գնացիր մտար բգոյի տակ։ Բևեր։ Հարցիս ուղիղ պատասխան։ Ո՞նց եղավ որ դու ասում ես Արցախը, չէ, անկախ չպետք է լինի։ Հիմա գնացել ես մտել ես տակը, որ ինչ։ Ուզում ես Երևան Չերեզովի շուր մեկի համար հելնես, հա։ Էլի եմ կրկնում։ Երկրորդ հարցը ինչի համար կխոսեմ, հələ ձեր վրա շատ բան կա խոսալու, հետո կասեմ, հələ համբերեք, սուրպրիզներ ունեք դուք հələ, էլի սուրպրիզներ ունեք։ Բա ասում եք Արցախը անկախ չպետք է լինի, այս մարդիկ պահանջում են իրանց տուն գնալ եւ այլն, դուք ոչ մի օրակարգ չեք ներկայացնում, ո՞րն է ձերը, պետական օրակարգը Նիկոլի։ Գնացել եք որ խանգարեք մարդիկ ձեր ռոժները տենան, վախենան ոնց որ Քոչի Սերժի։ Նույն բանն եք անում, ինչով եք տարբերվում Դաշնակից, ինչով եք տարբերվում Բգոյից, Սերժից ու Քոչից, որոնց դեմ ընդհանրապես բողոք չեք արի, չեք էլ անի, որտեղ նրանց տակ եք եղել։ Ես վիրավորանքման չեմ ասում, տակը լելով ուղղակի նկատի ունեմ իշխանության տակ։ Բա եթե ասում եք բանը առանց վիրավորելու մեզ քննադատի, քննադատությունը նորմալ բան է, ապացուցեք։ Ոչ վիրավորում են, ոչ է։ Եղել եք իրանց իշխանության տակ, մինչև իմել մնացել եք Նիկոլի հետ։ Ոնց է լինում, որ ձեզ չեն բռնում, հա։ Օրենքով պետք է բռնեին ձեզ, բախի արտակը ձերբակալված։ Հարց եմ տալի, արտակը ինչ արել որ ձերբակալված է։ Որ ձեր նման Հայաստանում 100 տարի դերեր չի արել, Արցախ չի հանձնել, սուտ անուններ չի տվել, ես մեռա բացատրելով, որ ոչ մի զինվորական կոչում չունեք, դուք ոչինչ չունեք, չծառայացեք, երեխեքով չծառայաց։ Բարեք։ Տեսնում եք, որ ինչքան փորձում եք դուք Հայաստանի Հանրապետության մեջ իբր ազգային խաղալ, այդքան ավելի վատ եք խաղում։ Հարց եմ տալիս ձեզ, կոնկրետ հարց եմ տալիս։ Խեղճ արցախցիներին բոլորդ միասին մի սարքեք ձեր, ինչ ասեմ, PR-ի միջոց։ Այս էր երեկվանից իմ ասածը։ Արցախցիներ ջան, սրանք ձեզ օգտագործելու են հերթական անգամ։ Ոնց որ օգտագործեցին, ոնց որ Արցախում էի գոռում, ձեզ օգտագործում են, Ռուբոյին մի լսեք, ասում եք չէ, Վիտոյին մի լսեք, ասում եք գեներալա, ոնց չլսենք, մեր գեներալն եղե, Սամո, մի լսեք, հիմա էլ սա։ Հիմա էլ սա տենում եք ինչա կատարվում։ Դուք հիմա տեսնում եք ինչա կատարվում։ Բա հիմա էլի ձեզ օգտագործելու են, ձեզ էլի թողելու են սոված ծառավ, իրանք իրենց դիվիդենդները հավաքելու են, իրենց կարճ կամ չեն հավաքելու, թողելու են գնան, կամ բգոն եկել է նոր օրակարգ կատարի, երեք եմ ասել, այսօր էլի կրկնում եմ, երեք չառաջորդնել եմ ասել։ Տեսնելու ամիշներից ով էլ ակտիվ ազգայինը բռնել է տալու, նստի ասի վայ մերոնց բռնի։ Դուք հասկանում եք, որ ինքը հատուկ բռնել տվողն է։ Ինքը իսկական Գաբրիել հրեշտակն է հոգյար։ Ինքը ով է իրականում։ Ինքը միջների լակմուսի թուղթն է, ինքը մտնում է լակմուսի թուղթը գցում է։ Ով ազգային է դրան աչքովանում բռնել տալի։ Հիշում եք Արտակինը։ Այս մեկը 5 երեխա, այս մեկը 8, չխառնեք, ծիծյան մороженое, женщинам цветы։ Ուշադիր եղեք, հատուկ կարևորագույն հետաքրքիր տղեկ են եկել։ Նույնը ձեզ է հանելու։ Հեսա կսկսվի ձերբակալությունները, մի քանի օրից կտեսնեք։ Դրա համար եմ ասում, սրանք ոչ մեկը, այդքան լավն են, թող Արցախը պահեին։
Դրամբոնի հանքը 34 տարի ռուսների հետ թալանեցին 0 դրամ Արցախի բյուջեի մտել, թող պահեն։ Արցախի վերնախավը Հայաստանում մինչև հիմա կենտրոններում օբյեկտներ ունի, հատ կարամ գամ, նկարեմ, գցեմ, կարամ բոլորիդ ասեմ, թույ դրանք, այդքան ձեզնից են թալանել, ումից են թալանել, ինչի Արցախին ումից են թալանել, ձեզնից ու մեզնից, մեկը չի կարում պահի, հա։ Քոչարյանը միլիարդների մեջ չի կարում պահի։ Թուրքիային 500 տոննա ու 58 միլիոն դոլար Քոչարյանն սպայկով Նիկոլեյ չուղարկին, բա 58 միլիոն Թուրքիային փողատ ուղարկվե օգնություն 120,000 արցախցին, 150,000 արցախցին, դա նման ընդամենը, եթե բաժանենք միջինի 5-ի 6-ի, արցախցիները տնով շատ են, 5-ով հաշվենք մեջը, 30,000 տունա, 30,000 տուն, 58 միլիոնի քանի հոգու տուն կապահովեք, մանավանդ, որ այդ 30,000-ից արդեն 15,000-ը հենց նույն այդ օլիգարխ կռիսական բաներով մտել է մեջը, 15,000 հոգու համար տունը հաշվես 20,000-ով, քանի միլիոն անում, պարզա, թող 20,000-նոց տներ սարքեին, թող դոտացիայով տային, էլ եմ ասում, թող իրա դեֆանսը տան, դեֆանսում ադրբեջանցիներ են բնակվում, քոչվորներ, Քոչարյանի, Հրամանով ու Նիկոլի Դաբրոյով երկուսն իրար հետ, բայց արցախցի չի ապրում, բռնեք 90,000 դատարկ տեղը տվեք, ում եք ծախում այդ տներ, Հայաստան այդքան բնակչություն կա, որ 100-200,000 մարդու տեղ եք սարքում ու ծախում եք, հա? Դե հետո էլ ասում եք Գագիկ ջան, խես սխալ գրում, այնտեղ գրում են պարոն Թադևոսյան, դուք թշնամություն, ես թշնամություն եմ գծել։ Ինչ ճանաչում են արցախցիները, խորին շնորհակալ եմ այն արցախցիներին, որոնք իսկական արցախցի են, որոնք կռվել են, որոնք այսօր էլ են ծանր սոցիալական վիճակում, ինչով կարողացել օգնել ենք, դեռ չունենալով ոչ մի նյութական, ոչ մի բիզնես, ոչ մի բան։ Ու օգնել ենք, գիտենք ոնց ենք օգնել, բոլոր օգնողներն են գիտեն, կյանքում ինձ փող չեն ուղարկել, ես տվել եմ այդ մարդու հասցեն, այդ մարդու հասցեին, տվյալ մարդը տեսնելով իր տանպայմանը, ինքը Ամերիկայից է, Եվրոպայից է, Ասիայից է, Ռուսաստանից է, որտեղից լինի, Աֆրիկայից է, փող է ուղարկել, այդ մարդը ցույց է տվել, շնորհակալություն, մենակ ինձ չեկերն է ցույց տվել։ Բա, այտենց չի, այտենց է։ Դրա համար էլ հարգելի արցախցիներ, սրանք եկել են ձեզ օգտագործել։ Նույն տարբերությունը ոնց որ հողերը հիմա էլ օգտագործելու, հետո ասեն արցախցիներին հեսա Նիկոլը բռնի մի քանի հոգու խփել տա, ձևական սարքեն, վայ արցախցի սպանեցին, ում համար Քոչանի, Սերժի, Բգոյի ու Բևերի ու Դաշնակի։ Բրավո։ Մնացածը ձեր գործն է։ Ես լուսաբանում եմ։ Տեսեք, հետո չգաք ասեք, Գագիկ ջան, դու ճիշտ էր, ինչ որ ասեցիք Արցախի հանձնումից հետո, որ ես ասում եմ խանութների վրա, բոլորը զինված եք, բոմբ գցեք խանութների վրա, խանութի տերերը տեսեք ոնց են բացում ուտելիքը, հատ գյուղերով, հասցեներով դրեք հաղորդումս ասել եմ, Մարտունիում, Մարդակերտում, Ստեփանակերտում, մնացած բոլոր տեղերը հատ գյուղերի, խանութների, քաղաքների հասցեներով ասել եմ, ու ինչ սննդապա։ Էլ չեմ անդրադառնալու սրան, գիտեք ինչի, որտեվ ես ինչքան ասում եմ, մարդիկ կան ցավոտ են ընդունում, այո, այնտեղ մարդիկ կան շատ ծանր վիճակի, լրագրողներ են աշխատում լկտի ձևով, ընդունում են նրանց ոսկի Արցախի հետ կապ չունի, եկել են Երևան եւ այլն, բայց կապ չունի, մեր ժողովրդին պետք չի օգտագործել։ Խնդրում եմ ձեզ ավելի եղեք զգոն, որ ձեզ չօգտագործեն հերթական անգամ։ Մենք Հայաստանի ժողովուրդը 34 տարի այս լկտիների կողմից օգտագործվել ենք։ 34 տարի, հիմա գալիս է 35-րդ տարին, օգտագործվել ենք, սրանք խաբում են, սենց մարդկանց բերում են, սպանում են։ Արցախում ոչ մի անգամ ոչ հեղաշրջում ա եղել, իբր էլի սուտ հեղաշրջում, ոչ բունտեր ա եղել փողոցներում իշխանության գցելու, նման բաներ չի եղել։ Դրա համար ձեր համար սա նորություն ա, հետաքրքիր ա։ Իրենք օգտվելով ձեր թույլ վիճակից, ոնց որ սեկտաներն են մտնում մարդու տուն, երբ որ մարդը նեղ վիճակում ա, սրանք է օգտվելով ձեր թույլ վիճակից, հոգեբանորեն, ֆինանսական ընկճված, իրենք ձեր հետ են։ Իսկ այն որ ձեր կողմից են լրփի տղակ ունեք, որը ձեր հետ կապ չունի, թուրքի վիժվակ Սամվել Բաբայանը, որ ասում է Երևանում արցախցիներին Հայաստանում վիրավորում են, վերևից են նայում, թարս են նայում, Սամվել Բաբայանի իշխանափոխությունից հետո ես անձամբ պիտի օրենքի սահմաններում պատժեմ։ Ասեք, որ մի հայաստանցին է արցախցու ծուռն է։ Միշտ արցախցիները եկան իշխանության ծուռ էին նայում, վերևից էին նայում 100,000 հիմա տակը Երևանցի կգրեն, եթե ոչ կես միլիոն հայաստանցից է, դու արցախցի չես, դրա համար աշխատավարձը չի բարձրանում, քեզ բարձր պոշտ չենք տալիս։ Ասեք, սուտա թե չէ, տակը գրեք։ Դու որ արցախցի չես, ուրեմն չես ստանալու փող։
Դու պետք է քիչ ստանաս, քան արցախցին։ Ո՞վ է վատնա է։ Եվ Հայաստանը ամբողջ աշխարհի վրա նման բան չկա։ Ռուսաստանը մի հատ կուրսի 20,000 մարդ, հսկայական Ռուսաստանը 20,000 մարդ փախավ, մինչև մի տարի փողոցները քծած են։ Մինչև հիմա անստեղ են տարել Ոչիլն ու Զուքարանը հենց կողքը երեխեքին քնցանում են։ Դա Ռուսաստանի պես կայսրությունը։ Հայաստանի ժողովուրդը բոլորս միասին, այդ թվում ես ու իմ նման հազարավոր մարդիկ ընկած ենք արցախցիներ փրկելով։ Ով է արցախցուն ծուռնայում, հլա ասա Սամո, քո նման այլա սերվածին Սերժի, Ռոբի եւ ձեր նման այլա սերվածներին, որոնք միշտ Արցախը համարել են իրենց թալանի միջոց, հետո եկել են Երևանը համարելով թշնամու երկիր Հայաստանը թալանել են, հա, դրանց թարս ենք տայում, բայց մենք Արցախի նորմալ ժողովրդին թարս չենք տայում։ Սուտ պրովոկացիաներ ու լկտիություններ մի արեք։ Եղավ, լրագրողներ, դուք էլ աշխատեք լինել անաչառ, քանի որ լրագրողը դա չի նշանակում ուղղորդվեք Քոչի, Սերժի, ես իմ Նիկոլի եւ մյուսի կողմի։ Չէ՞ որ դրա համար էլ է դատական գործ հասնելու։ Ինչի ձեզ թվում է լրագրողին չեն դատելու։ Այո, դատվելու եք սխալ ինֆորմացիայի կողմնակալության համար։ Սա ականջների տողարեք։ Չեք համարվում դուք ազատ լրագրող։ Ազատ լրագրողը նա է, ով որ ներկայացնում է ազատ կարծիք, ոչ թե ուղղորդված գրում է իր բերած մարդուն ասում է, ասա Արցախցուն վատ են վերաբերվում, հա, ելի եմ կրկնում։ Այո, վարձերը շատ են գրել 90,000 վարձ տվող, Արցախցի մեկը գրել է 12 երեխա ունեմ, 12 հոգի ենք ընտանիքս 10 ենք։ Ընկեր ջան, դու 12 հոգի ես։ 90,000 վարձը տվել ես։ Մեկը ասում է հրազդանեմ 52,000 եմ տվել։ Հարգելիս 50,000-ն ու 90,000-ը տարբեր փող է։ Այն մեկը երեք ինձի գրել է 140,000 տան վարձ եմ տալի։ Ժողովուրդ դու գժվել եք լրիվ։ 400 եվրո Եվրոպայում չի բռնում։ Դուք 400 եվրո տան վարձ չէ, բանը կոմունալ եք տալի, գրել է 140,000, այնա էջս տակ գրած է 140,000 կոմունալ եմ տվել։ 140,000 կոմուլա տոտա ջան, տատի ջան, պապի ջան, քուրի ջան, ապերի ջան, ես իմ ինչ ջան, գրող ու սև ջան, վիլայում ես ապրում 140,000 ես տալիս։ Կոմունալ 140,000, հա։ Մի տենց տանը բանարա, մենք ապրում ենք Եվրոպայում, Գերմանիա, նույնիսկ դու հենց հիմա դուրսը ծուր տալում գիշերը 3-2 տալում, ինքը ընդհանուր հոսանքա անջատում է, ջեռությունները բան անջատում է, որ խնայես, եթե դու չես խնայում։ Գերմանիայի պես պետությունն է խնայում։ Մի միացրա 870-ի վրա։ Երևանում հիմա 18-20-ը հենց հիմա դուրսը 6-7 աստիճան է, պլյուս ցերեկով գիշերը մինուս է լինում։ Էլ իրանք կանջատում են, պետք է հագնվես մնաց։ Համ եւ ուզում ես փախստական անես, եւ ուզում ես 140,000 մենակ հոսանքի ու ես իմ գազի փող վճարես, վիլատ փոքրացրա։ Այ քեզ բան։ Ով է մեղավոր, ասել եմ արաբի պատմությունն է սարքում գերմանացու գլխին։ 30 երեխով 5 կնիկով եկել էր, տարին ամիսը 1,5 միլիոն տուն էր մնում, ես իմ $20,000 փող էր վրեքը ծախսում գազով ջրով, հելել էին ցույցի այդ քաղաքը, էլ ասում են, «Յա, ես ձեր երկիր 30 երեխա եմ բերել, հենց արեցին, հանեցին, կոխեցին, պուճուր 4 երեխեն, 5 երեխեն մի սենյակ, պուճուրացրին տունը, վարձերը դարձրեցին, ոչ թե 20,000, իջեցրեցին 2,000-3,000 եվրոյի»։ Հիմա ում վրա ես մունատ գալի, հողը հանձնող եղել է քո Արայիկը։ Մեկդ մի օր հելակ ցույցի թե Արայիկին, Վիտոյին, ես իմ ընդ Սյամոյին եւ մնացածին Ստեփանակերտի բամ ձերբակալեք։ Արցախցիներ ծուռը նստենք ճիշտը խոսանք։ Մեկդ մի օր գրեցիք որ հելնեք ցույցի։ Խնդրում ենք ձերբակալել Արցախը հանձնող ղեկավարությանը։ Շարաման օղլուն Թուրքի խալով են իր ադրբեջանցի ինգերով Բայրամովի պես։ Մեկդ մի օր հելելեք այդ խոսքը ասելեք։ Ցույց չէ, բայց հիմա ինչի եք հելը, ձեզ ձեռեր չէ տալի փողը տալիս էին։ Նույնն էր ինչպես Ստեփանակերտցիք ձեր մասին էին խոսում, որ հադրութը հանձնել էր, մարդը 60,000 փող են, ասում են գեղցի հադրուցիները լցվել են, մարոժնիները ձեռը լպստելով բան, ուրախացել են, ասում են Աբրի Նիկոլը ման են գալի, փողով եք ծախե այրենիքը, ոչ մեկը տխուր չէր։ Ձեր հադրութի երկու մաֆիան կռվան աշտարակ կաթի համար, եմի լրփազավրել են պարքևներ, գնաց են դեռ ռաբիս թուրքա երկիշների հետ պարում, եմ մեկն էլ եկի աշտարակ կաթի համար երկու հոգևորական, հոգեկան, այրասերված սատանիստներ իրար ծեծեցին, այտենց չի։ Այտենց չի, ասեք այտենց չի եղել, Հայաստան ինչերի համար են իրար ծեծե, հոգևորական է, կրակ է իրար վրա, բասում եք այտենց չի, խեք բուկետ բերան բացում, 3 տարի է, 4 տարի է Հայաստան, 20 թվից հետ 20,000 արցախցի եկել է, 23 թվին Արցախը դատարկվեց, 2 տարի Արցախը տարի ու կեսա դատարկվել է, մի օր բոլորով հավաքվեց ցույցի ելել եք, ասել եք, դատեք
Ստեփանակերտի քաղաքապետին, Միլպետին, Կադեբեի պետին, Հարկայինի պետին, Կամո Աղաջանյանը, որ համ Կադեբեի համ հողը հանձնեց մայիս Բարխուդարովի, ինչի Կամո Աղաջանյանը իր թուրք աղբոր հետ, որ մի աղբերը թուրքական գեներալա, որի հետ սարքեցին Արցախը հանձնեցին, հիմա Հայաստանում է ձերբակալված չի, ասեք։ Հիմա ինչ եք շուն հաճացնում, բայց ճիշտը մնում է ճիշտ, դուք ասում եք, գագիկ դու արցախցիների դեմ ես կռիվ ես գցում, բա հելեք ասեք, մեր թալանողը սրանք են, բռնել տվեք, չկա, չգիտեք ոչ մեկը, մի հատ այսքան Արցախա, Գյումրու սփուճուր ամբողջ հանրապետություններ։ 112,000 մենակ ընտրող ունի Գյումրին, 170,000 բնակիչ է, բոլոր իրար ճանաչում են։ Հելեք ասեք, ցույց արեք, ասեք ախպեր ջան, մարդ ունին, ես ինչ մարդ հանձնել տվեք։ Զենքերը ասել է հանձնեք, պետք է եթան, կտենց եղել է թե չեղել է։ Ասեք, Մարդակերտը էս ասե, Ասկերանը էս ասե, Շուշին էս ասե, Արավանը Ստեփանակերտը էս ասե, չեք անում։ Էլ չեմ ասում ջրականը եւ մյուսները, որոնք կտենց էլ քարավաճառման անձեն թողիկ հելակ։ Անձեն Ինչի եք շուն հաճացնում, դուք թողեք հելակ, հիմա եկել եք, ասում եք մենք մեղք չունենք, Նիկոլն արե, նախ Նիկոլը չի արել են Արցախի ղեկավարները, Նիկոլը, Սերժը, Ռոբը, Լևոնը ու ձեր ղեկավարությունը նույնպես։ Սա ինձ հետո չփորձեք հանգարցից լեզու դարձնել, որտեվ իմ հիշողությունը ձեզնից լավ այս անգիր հիշում, եթե դուք օչխարի պես եք ապրում, ես օչխարի պես չեմ ապրում, ես Արցախում այն, որ մենք 17 տարեկանից ծոված Երևանից տները այսենց սառուց էր մեր հատակի վրա, եկա տունը +4 էր, մերս էլ մեր հարևանի տղեն իմ հետ էր խփել էին գլխից, լացելուց ընկել էր մեքենայի տակ, այտենց փողոցը մնացել էր, բերել էին տուն, անձնական կյանքս չեմ պատմի, ոտքը ջարդած մնում էր, տունը վառելիք չկար, +4 էր, այսենց սառուց էր տունը, +4 էր, այսենց սառուց էր, գետնի վրա, դրա մոտ բան։ Այդ ժամանակ Արցախում մենք գալիս ենք, այդ կողմերը լույս կար, ամեն ինչ կար։ Հիմա դժգոհ եք խիա ձեր մոտ, թանկ ձեր համար է թանկ, ձեր այլասերված քոչոն ու Սերժն են ժողովրդին թալանել, ձեր Նիկոլը, որը տենց պաշտպանիկ մեկը չելակ ձեն հանեիք Արցախի առաջ օրացույցով, ձեր Նիկոլն արե, ձեր Լևոնն արե, ձեր Արոնը արե, ձեր Բաբայանն արե, որ չեկակ մեկը այսքան մեջները թասիբ չկա, Արցախցի կռվող տղեկ հետ մեկը նասմերս խփեիք, բանին գլուխը չաչալը ծակեք, իրա Վիտոյի քաղաքապետերի Հարկայինի պետերի, դե տղամարդ եք այդքան։ Ճիշտ են ասում, որ ձեր մոտ տղամարդիկ տարիապկային կնիկներն են դուխով։ Կնիկները թողանեն, դե հիմից ինչ եք շուն հաճացնում, հա բացվեմ։ Այդքանի տարան քաշին սուրը պայթեցրին ընտանիքներով վառեցին։ Եկաք Հայաստան, հավաքվեք թաքուն խմբերով, հելնեք խփեիք։ Հելնեք խփեիք։ Բա ոչ են եք անում, ինչ եք ուզում։ Ինչ եք զորով շուն հաճացնում։ Դրա համար աշխատեք միշտ ամեն ինչն չափված անեք, որ ես ձեր վրա չարձակվեմ։ Եղավ, լավ եք անում, մեր արցախցիներն եք ապրեք, բայց մի թողեք ձեզ օգտագործեն ու ձեր շներին մի պահեք, մի օր հելեք ցույցի թե Քոչանն է թալանը դրմբոնը, հելեք, մի օր հելել եք ցույցի թե Քոչանն ինչպես թալանը դրմբոնը։ Եկեք Հայաստանին եք պահանջում։ Դրմբոնի հանքը եղել է իր այդ ճյուղավորությամբ, մեկը քարավաճառ, մեկը քարհատ, մյուսը Արցախով մինչև Զանգելան գնացող ճամփին եղել է։ Չգիտեք, վայ, հենց նոր իմացա, կա որ այդքան փողա թալանվե։ Լավ էլ աշխատում եք, լավ է փողերով եկել եք, լավ Արցախի կենտրոնում էլիտ տաներ ունեք Ստեփանակերտի, դեպի ազգային ժողով նայող հիմել Հայաստանում ընտիր տաներ ունեք։ Մոսկվաներից հետ դեպուտատներով, նախարարներով տաներ ունեք։ Այտենց չի։ Բա ինչի մեկը չելում, լավ վախում եք նրանից, հելենք մի հատ դեպուտատի, ասեք դու գոռում էիր, որ այս ինչը ճիշտ է, այս ինչը ճիշտ է, դատեք դրան։ Կարակ, չէ, դուք ձեր շների միշտ պահում եք, այս է ձեր թարախ խասյաթը, բոլորիդ մոտ էս կա թարախություն, հետո ասում եք հայաստանցիք մեզ վատ են վերաբերում, դուք էլ եք հայ, բայց դուք հատուկ սենց թարախ բան ունեք, մի հոգի չեմ տեսել, որ հելնի կանգնի որևէ իրանցից ամենավատ մարդուն քննադատի, այ դրա համար էլ արցախցին է, դուք գնում եք այդ քալին, ձեր մոտ չգրված ներքին արդյունքա, մերին պաշտպանենք, հայերը թշնամի են, մերին պաշտպանենք, ինչքան կարանք սարքենք, էլ չխոսացնեք ինձ, եղավ, ու բգոյի տակով մի անցեք, դա ձեզ վնաս ալնելու, Արցախ գնալու համար ապրելու է լինելու, մարդկանց դեն թե տեստ ենք անելու, տեստ ենք անելու, տենանք մեջ ինչքան է հայ, ինչքան է թուրքի վիժվածք, ինչքան է ջոուդ, ինչքան է քուրդ եւ այլն, որ ինքը կարողանա գնա Արցախ ապրի, նույնն է վերաբերում է իշխանափոխությունից հետո, այս հիմիկվա եկա ցույցի բգոնա, բևեռնա, բևեռ հատկապես քեզ,
Բևեր, եթե խելոք մնացիր, ուզենաս մեջն այդ մարդիկ կան ուզենան միանան Քոչարի կուսակցությանը, մենք պետք է որոշենք քանի տոկոսով են նորմալ մարդ, ու ձեզ բոլորդ պետք է դենթ անցնենք, որովհետև ձեր մեջ հայկական արյուն չկա, դուք վտանգավոր թուրքական, ջհուդական ու ռուսական պրոյեկտ եք։ Բգոյին էլ չասեմ, բգոն արդեն թափառական երաժիշտ է։ Ասնեմ մյուս հարցին, հենց հիմա Հայաստանի։ Այսօր եվրոպական վիճակագրությունը դրած նայում եմ, եվրոպական վիճակագրությունը Հայաստանի մասին, որը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ժողովուրդ ջան։ Եվրոպական վիճակագրությամբ ասեմ չզարմանաք, տեսեք, ես ճիշտ ասում եմ, պետք է լինի ճիշտն եմ ասում, ով որ ում իշխանության վաղ լավ ա եղել ինչ-որ բան, ասում եմ, վատ մարդությունը ասում եմ, թալանը ասում եմ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը պամիդորի, լոլիկի արտահանությամբ, ժողովուրդ ջան, չզարմանաք, եղել է Եվրոպայում 13-րդ տեղը, բա, համարյա 450,000 տոննա, թվերը տենց է գրած։ Ադրբեջանը նույնիսկ Հայաստանից մի 50 թե 30 թե 20,000 բան, ավելի քիչ, տենց 20,000 տոննա է ավելան է։ Այդ Ադրբեջանը, որ այդքան տարածքով մեծ է, ու եղել է դա վերջի անգամ 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ռոբերտ Քոչարյանից հետո Սերժի գալուց հետո անկում ա եղել, հետո մի տարի բարձրացել է, Սերժը արդեն 17-18-ին Հայաստանը կործանելով հասցրեց այդ թիվը 200,000-ի եւ եկավ Նիկոլ թուրք ապրանքը հասցնելով կործանելով այսօր հասցնում է 140,000-ի 384,000 տոննա արտահանում եւ 140-130 Հասկացաք որդից են ով է հրաման կատարել փթթցնելու երկիրը։ Դրա համար էլ ամեն ինչը թանկացավ։ Տեսեք, լավն եմ ասում, վատն եմ ասում։ Բայց ոնց է որ գովում իրանք իրար հետ չեն։ Նույն ծրագիրն են արել։ Միկրոֆոնը սնկնում էր կներեք, նա ուղեմ, ահա։ Բա ոնց է որ իրանք իրար հետ չեն։ Հարց եմ տալիս ցես։ Հա։ Բայց ոնց է որ Հայաստանի Հանրապետությունը կարացել է 400,000 տոննայի մոտ տարեկան լոլիկ արտահանի եւ իջել է 120,000 2007-ից հետո ես գրաֆիկի իջնում։ Մի պահ Սերժիկի ժամանակ 2 տարի բարձրացել է այդ կոմերը ու ռեստի շատ արագ 16-17-ին արդեն sense անկում է 200,000 Նիկոլ եկել է 193,000 եղել առաջի տարին մնացած տարիներ իջնում է 120,000 այս տարի չգիտեմ էլ ինչքան կլինի տեսնում եք չէ այ մի որ հետո ասում են չէ sense չի նշ Էլի եմ ասում, սա չի նշանակում գովել Քոչարյանի։ Սա նշանակում է, որ պետության մեջ պետական ապարատը ինչ-որ ձև աշխատում էր, որ մարդկանց էլ ինչ-որ ձև օգուտ տար։ Սա եմ ասած։ Անցնենք միջազգային լուրերին, անցնենք մեր քոչվոր հարևաններից սկսենք։ Քոչվոր հարևանները անընդհատ տպում են, թե վայ կրակել են մեզ եւ այլն, հարգելիներս, բայց ոչ մեկ Հայաստանից չի կրակում, այս կապիկություն է, կրակեն էլ քիչ են անում, կրակում են։ Իմիջիալոս սա այն վիճակն է, որ արդեն Ալիևը, տեսեք, ինքը չունի առաջընթաց։ Թուղթը մերժել է, որտեվ ինքը չի կարող այդ թուղթը ընդունի, որտեվ այդ թղթի մեջ իշքան էլ ստիպում են, բաներ կա, երևի որ Ադրբեջանը պետք է զիջի, իսկ ինքը չի ուզում զիջի, հիշեցնենք ձեզ, որ նույնը կատարվում էր Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ, որ այն 8 քառակուսի կիլոմետրի համար միտումնավոր սարքին բունտահանի, որ Նիկոլը գա 12,500 տա։ Նույնը հիմա այնտեղ է, նա չի ուզում, նա ուզում է անընդհատ ցույց տա, որ ինքը վերցրել է, այնտեղ թղթի մեջ տեղեր կա, որ ինքը պետք է անկլավներ տա, այդ թվում նաև Արցվաշեն ինքը իր լիճ ունի հսկական տարածքում, մոտ 120-130 քառակուսի կիլոմետր եւ այն 250-ը, որ գրավել է Հայաստանից, պիտի տա, դա ինքը համարելու է ամոթ, որտեղ ժողովրդից զոհեր է տվել, իմիջիայլոց այն օրը իմ ասած 70,000 տվի 70,000 զոհի կադրերն էին ցույց տալիս Ինչևէ, թողնենք այս ամբողջը, անցնենք մի հարցի, որ Ադրբեջանի գոյությունն ու գործունեությունը շատ խիստ կախված է այսօր արևմուտքի շահերից, ոչ թե Ռուսաստանի, չնայած ռուսներն էլ իրենց խաղն են խաղում, ինչի, որովհետև մեկը պետք է պատասխան տա այս աշխարհի խառը, այս տարածաշրջանի խառը համար միշտ պետք են քավության նոխացներ։ Սկզբնական շրջանում միտումնավոր Սերժ Սարգսյանն ու Նիկոլը Ռոբը Լևոնը սարքեցին Պուտինի հրամանով քավության նոխաց Արցախին հետո Հայաստանին, հիմա եկել է նրա ժամանակենի հավրգել է, նրան պետք է խփեն ու լինելու է դա։ Այնպես չի որ չի լինելու Ադրբեջանի անխուսափելի կործանման լինելու։ Ես նույնիսկ չեմ բացառում, որ հիմա Ադրբեջանում հայտնվեն մարդիկ, ոնց որ Դաղստանում սկսեն գիշերային կրակոց կամ դանակահարություն կամ մարծեցելը հանուն
շատ հնարավոր է նույնիսկ ասեն հանուն Հայաստանի, որպեսզի շեղեն ուղղությունը, ինչի հանուն Հայաստանի, հիշեցնեմ ձեզ, որ երբ որ Ասալան սկսել էր իր գործունեությունը, շատ այլասերված հայեր գնում էին Ֆրանսիայում բան, որովհետեւ խանութ բանկի ընթալանում, ասում են Ասալայի համար են կարել։ Այսինքն կապ չունեին, էլի իբր թե ազգային էին։ Նույնն է սա։ Այն որ էլի եմ հիշում են Խերսոնում, որ Ալիևի քրոջ տղուն գնդակարել էր այն հայը, այն անասունը ասում էր Հայաստանի համար եմ արել, բայց ընդհանրապես կապ չուներ Հայաստանի հետ, էլի։ Ինքը իր այդ փո էր եղել 3 տարի, 3 տարի փա էր եղել, փողը չէին կարացել կիսեն գյուլել էր։ Հիմա նույնն է սա է լինելու, այնպես որ Ադրբեջանում վիճակ, այն էլ ինչ վիճակ է լինելու, դուք համբերեք, հələ դուք այս քանի օրը համբերեք, տեսեք ինչ է կատարում Թուրքիայի այս 10-12 օրը անցկացնել։ Նա իբր թե Ալիևն ու Էրդողանը խոսել են հեռախոսով, հարգելիներս, Էրդողանը որտեղ է որ հեռախոսով խոսա։ Կիպրոսի հարցը դրած է, մարդը թռավ, ինչի չի կարելու պատասխան տալ, թռնում է։ Կասեն անակնկալ մեռա, վատացավ 80 քանի տարեկան եկա հորթեր։ Մեռավ, երեք մեռներ այսօր 2 օր կլներ։ Ըստ երևույթին Ալիևը Էրդողանը մահացած է, դե Ալիևն էլ մահացած է, ով է իմանում։ Ամեն ինչ հերթով է լինելու։ Դրա համար էլ Թուրքիայի վիճակը չի բանանում, տնտեսությունը գահավիժում է առելի, որտեղ այդքան մարդ դուրս են, Պոլսի նման հսկայական քաղաքը 2 միլիոն միայն Պոլսում են դուրս, ընդհանուր առմամբ հաշվի մոտ 12 միլիոն մարդ է դուրս եկել ցույցերի։ Բոլոր կա միտեղ 1 միլիոն, միտեղ 800,000, 81 մարզից իլից 68-ում քաղաքները ծեր լիքն են, անկախ նրանից ինչ չափի քաղաք։ Բոլորը պահանջում են հրաժարական։ Հիմա հրաժարականը դերասանություն է, ի՞նչ է։ Մենք կտեսնենք հետո, իմ համար միշտ ասել եմ, լավ թուրքը մեռած թուրքն է, թուրքի լավ չի լինում։ Թուրքի լավը չի լինում, հիշեք։ Այն ով որ ասում է թուրքի մեջ լավ մարդ կա, այնի առաջի Հայաստանի թշնամին է, այնի ջուր է լցնում թշնամուն, ժողովուրդ ջան։ Թուրքի լավը չի լինում։ Թուրքի լավը մեռած թուրքն է։ Վերջ։ Հիմա ասենք մեկ այլ լուրի, որը բավական հետաքրքիր է էլի։ Ուրեմն Ռուսաստանը, որպեսի աչքին բարձրանա Մալիի, քանի որ այնտեղ հսկայական քանակությամբ Վագների մարդիկ ջարդեցին, դե Մալիի մեջ կան տերորիստական խմբերը, Վագները, Տուարեգը, հիմա որոշել են գնդակարել Տուարեգներին, որպեսի կարողանան պետական իշխանությունը վերականգնել։ Իմիջիալոց, որ ասում եմ, քաղաքականության մեջ եղբայրներ չկան, սա հասկացեք։ Դարերով Մալիի պետության անկախությունը պահում էր ֆրանսիական լեգիոներները, իմիջիալոց ազավատ պետությունը, որը Տուարեգները մի պահ ստեղծեցին, նորից դիմեց Մալին, Ֆրանսիային խնդրանքով եկան 5 օրում վերականգնեցին Մալիի անկախությունը, մեծ մասը, մոտավորապես 1 միլիոն քառակուսի կիլոմետրի վրա էր ստեղծել, իսկ Մալին մնացել էր տակը 270,000, պատկերացնեք 80%-ը գրավել են։ Ովքեր են տուարեգները, ես այս մասին հաղորդում արել եմ, հիմնականում տուարեգներին անվանում են կապույտ մարդիկ, ինչի, քանի որ տուարեգները միշտ ապրել են անապատում, Սահարայի տարածքի ամենամեծ քոչվոր ազգն են, ոչ մեկ իրանց հետ չի կարողանում մրցի այդ տարածքներում, ամենադաժանն են, որովհետև իրենք միշտ եղել են քոչվոր ու անակնկալ վայրիությունից հարձակվել են տեղի գյուղերի ու ազիզների վրա, մորթել են, տարել են, իմիջիալոց ամենաանխիղճ սպանողներն են եւ իմիջիալոց իրենց մեջ մի գծով կան հայկական գիծ, բայց մի հետաքրքիր գիծ կա սրանց մոտ, դե հայկական արյան գիծը կա, չասեմ հայերեն, մի վրա սկսեք բանանել, հա չասեք էսրանել հայ սարքիկ, մեր հայկական AR1, D1, R1 եւ այլն այդ գենը կա, տուարեգները միակ մամեդական ազգն են, որը այդ գիտեք ոնց է, իրանք մամեդական են, բայց այդքան էլ մամեդականության չեն տրվում, որովհետեւ հիմնական տեղային հավատալիքներից, որ արաբական իշխանությունը եկավ, ընդունեցին մամեդականությունը։ Միակ ազգն է, որ նրանց մոտ չադրայա կրում ամուսինն է դեմքը փակում, կինը դեմքը բացում է ու ամուսինը չի կարող բազմակին լինի։ Ինքը բազմակնություն չունի, որտեղ դժվար է այդ ճանապարհը անապատի, այդտեղ բազում կանայք երեխաներ պահել չէ։ Ընդհանուր թիվը 2-ից 3 միլիոն է, ոչ մեկ կոնկրետ չի հաշվել, մոտավոր են անում, քանի որ նրանք անապատային զոնայում ազատ գնում են այս կողմ, գալիս են այն կողմ։ Եվ միշտ եղել են ամենալավ հետախույզները ամբողջ Սահարայի այդ հսկայական տարածքի, եղել են տուարեգները, որովհետև նրանք բոլոր ճանապարհները գիտեն, պատկերացեք, ավազային ձյուներ են այդ սարերու, իրենք գիտեն, որ կողմ գնալ, ինչ անել, որտեղ կա օազիս։ Դրա համար նրանց հիմնականում Ֆրանսիան որ գրավեց, էլի տուարեգներին լրիվ չգրավեց, ուղղակի տուարեգներին փակել էին անապատի մեջ, որ ազատ գնային Ալժիր, Մալի, Չադ, Նիգեր, այդ տարածքների վրա իրենք լինեն։ Եվ այսօրվա դրությամբ որ ռուսները փորձում են խփել, դա հերթական մարդու մսաղացն է լինելու Ռուսաստանի համար։ Ինչի, որտեղ տուարեգներին միայն կարողանում են սպանել ֆրանսիացիներին։ Բացատրեմ ինչի։ Ֆրանսիական լեգիոներները հատուկ պատրաստված մարդակերներ էին, որոնք որպեսզի կանգնեցնեին ապստամբությունը,
սպանում էին մեր ու մանուկ հետը, այսինքն եթե ապստամբների ձեռքին ընդունենք 100 գերի, իրենք այդ 100 գերուն ոչ թե փրկում էին, գնում էին ինքնաթիռներով, վերջի զինված հրթիռներով եւ այլն, վերացնում էին բոլոր այդ գյուղը կամ այդ բնակավայրը, այդ 100 գերուն էլ հետը, ասում էին հարցը լուծենք։ Դրանից տուարեգները միշտ վախենում էին, աշխատում էին փախած մնային Ալժիրի տարածք եւ հետ գային։ Հիշեցնեմ նաեւ, որ տուարեգներին շատ թեւուտիկունք էին կանգնում Ալժիրի, Լիբիայի եւ մնացած ղեկավարները, որովհետեւ նրանք անընդհատ Սև Աֆրիկայի վրա անընդհատ հարձակումներ էին կատարում եւ թելադրում էին իրենց ուզածը։ Ինչի էին ասում կապույտ մարդիկ, որովհետև ջուր չկա, իրենք իրենց հագուստները կապույտ են ներկում։ Գիտեք ոնց է ներկում։ Մի ահռելի բան է։ Կապույտ փոշին ալյուրի նման փոշին դնում են, հագուստները դնում են մեջը եւ սկսում են քարերով այնքան ծեծել, որ այդ հագուստը այդ կապույտը վերցնում է մեջը, ու իրանք չեն լվանում դա մուկ կապույտը։ Հետո որ հագնում են, իրենք է չեն լողանում, դե ջուր չկա։ Այդ ամբողջ կապույտը տալիս է մաշկին, ու նրանք կապույտ են դառնում։ Հասկացաք, չէ՞, ձեռքները, ոտքները, դեմքերը, ամբողջ մարմինը կապույտ է իրանց։ Դրա համար ասում են կապույտ մարդիկ։ Տուարեգներին այսքան ժամանակ հաղթել չի կարողացել ոչ մեկ, փորձել են իշխել, բայց հաղթել չեն կարողանում։ Այդ պետության սահմաններն էր, որ անապատներում գծածը ամենածիծաղելին հետ է, որ նայում ես ասում ես հալալ Ալժիրին 2.300.000 քառակուսիա։ Ժողովուրդ ջան, ոչ մեկ այդ քառակուսիները այտենց գծած չի ու գծով կանոնի գծերով գծած տարածքներ չկա, դա պայմանական գծեր է, որը ոչ մի սահմանապահ այդ +65-ին 72-ին չի կանգնում։ Ուղղակի պայմանական գծած է, ինչ-որ սյուներ կա, ստից այստեղ մերն է, ընդեղից այնտեղ ձերն է։ Իսկ այդ արանքը ով ոնց ուզում, այդպես էլ անցնում է, չկա sense ջից որ չանցնեն կամ զինվորներ չկա այդքան դրած։ Պարզ է, դրա համար տուարեգներին սպանելը, վերացնելը, այդ այդքան էլ հեշտ չի, այն ռուսի նման կյանքում անապատ չտեսած մարդիկ գնան անապատում կռվել։ Այս հիշեցնեմ, որ իմանաք, որ շուտով ստեղ էլ է ջարդելնելու։ Իսկ ինչ վերաբերում է ուկրաինական ճակատում, ուրեմն քարտեզները, չգիտեմ ինչի չեն տպում, բայց այս քարտեզներով նայում եմ մեկ այլ քարտեզներով, որ ուկրաինական զորքերը բավական առաջ են գնում։ Առաջ են գնում հենց Բելգորոդի տարածքում։ Իսկ ռուսները խփում են քաղաքներին։ Մի խոսքով, այս պատերազմը դեռ երկար է լինելու, որովհետև զենքի առևտուրը աշխարհի ամենամեծ առևտուրն է եղել, ոչ մեկ ձեռ չի քաշելու այդ միլիարդանոց զենքերից, ինչ վերաբերում է նոր պրովոկացիաներին, ասեմ ձեզ, որ Ռուսաստանը իբր 70,000 էլազոր հավաք է նոր կռվի համար, ինչքան ուզում է հավաքի ժողովուրդ, մսաղաց է այնտեղ։ Պատկերացնեք արդեն 1,70,000-ից ավելի, օրը 1500 մարդ է մահանում, ռուսական կողմից օրը 1500։ Պատկերացնեք ինչ ահռելի թիվ է։ Մեկ ամսում 45,000 զոհ են տալի միջին թիվը։ 70,000 փաստորեն ամսուկեսվա համար հավաքած մարդ է։ Տեսա, կորեացիները եկան էլ չեն գալի, պրծավ կորեանն է, խոչի բերելու բոլորին ջարդի։ Ադրբեջանցիներին տարան ընդեղ ջարդում են, քանի հատ հայ ընդեղ կոտորին եւ այլն։ Ինչ որ է, այս պատերազմը մեծ է լինելու։ Մեծ, շատ մեծ։ Ու այսօրվա դրությամբ, քանի որ Մերձ Բալտիկան հայտարարում է, դե սա էլ տեղական պրովոկացիա է, որ վայ ռուսները մեզ կուտեն 5 վայրկյանում, 3 հանրապետություն իրար այդ բնակչությունը 6-7 միլիոն է, բնականաբար Ռուսի համար դա ինչ է, 50,000 էլ 100,000 էլ զորք գցես, պատերազմը հաղթողա, բայց ուրիշ բան են արել։ Հիմա, այդ որ Կանադան այդքան ասում են, վայ, Ամերիկան ասում է կգրավեմ 51-րդ նահանգ, կանադական հատուկ դիվիզիան հենց այս պայն լցվել է Էստոնիա, անգլիական դիվիզիան Էստոնիա, գերմանական դիվիզիան Լատվիա եւ Լիտվա։ Պատկերացնեք, արդեն տեղի զորքերն է գնալով շատանում են, այնպես որ այս ճակատից հարձակում կարող լինի միանշանակ հարվածի տակով է Բելորուսը, քանի որ ցանկացած դիկտատոր, ոնց որ Լուկաշենկոն է, ոնց որ Բաշար Ասադն է, Ալիևն է, Էրդողանն է, Պուտինն է, то ուռցրած դիկտատոր Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան եւ Ռոբերտ Քոչարյան ամենմեկի ժամանակ բոլորը վաղ թե ուշ գնալու են ու գնալու են, պայթեցնելու են բոլորին իրար հետ։ Անցնենք հաջորդ հարցին, պատմական մասին, ես կներկայացնեմ այսօր ձեր համար պատմական մաս մեր Բյուզանդիայի տարածքում, այսինքն արևելյան հռոմեական կայսրության տարածքում եղած հայկական գեներալների եւ զորապետերի մասին, այնքան էին հայերը հզորացել, որ երկրի մեջ իշխանություն էին կիսում։ Խոսքս գնում է սկլերոզների ընտանիքի Վարդա սկլերոզի մասին, քանի որ սկլերոզները դրանք հենց Սվազի մասի իշխանական տոմբն են եղել եւ նրանցից առաջացած, այսինքն հայկական այն հողերը, որը գտնվում էր
արևելյան հռոմեական կայսրության կամ Բյուզանդիայի տարածքում, այստեղ հայկական բանակաթեմերի գեներալները ինքան էին հզորացել, որ արդեն պայքարում էին իշխանության համար։ Ինչի իշխանության համար, որովհետև Բյուզանդական կայսր Հովհաննես Չմշկիկը, որը էթնիկ հայ էր, ամենաայլանդակներից մեկը Հայաստանի հանդեպ, անընդհատ փորձում է Հայաստանի կողմը հարձակում անի։ Եվ այս հարձակման համար իրար մեջ էլի հայերը ուտում էին, իշխանություն էին կիսում, մինչև Վասիլ կամ Բարսեղ II կայսր գալը, սրանք իշխանություն էին կիսում, ընդհանրապես Վարդաս Փոքոս Աշկյանքը միշտ իր ապստամբ ոգով։ Միշտ բոլորի դեմ ապստամբել է, ով իր կողմից եղել է, չէ, ապստամբել է, չնայած իր քույրը Չմշկիկի կինն էր, բայց ինքը պայքարում էր, որ ամեն ինչ անի, պատճառ բռնելով, որ հռոմեական զորքը Չմշկիկի, հայ հռոմեական զորքը գալիս է Հայաստանը վերացնելու, Վարդաս Փոքոս սկլերոզը իրականում վերցնում է հսկայական զորք, որը միանում են ամբողջ այդ կենտրոնական Փոքր Ասիայի իշխանները հայ, մինչև Անտիոքի իշխան, մինչև հասնում են, տեսեք, Կիլիկիա, այսօրվա Սիրիայի տարածք, այդ տեղերի բոլոր հայերը, Միջագետքի եւ այլն, միանում են հայ իշխանները, որպեսզի կանգնեցնեն հռոմեական զորքը։ Ու հռոմեական զորքին կանգնեցնելուց բացի ջարդ տալուց հետո տեսնում են, որ չի լինում։ Հռոմեական կայսրը արդեն գերությունից ազատում է հայ մյուս զորավար Վարդաս Փոքոսին, սա սկլերոզներ, եւ ճակատամարտ է տեղի ունենում Վարդաս Փոքոսի ու Վարդաս սկլերոզի գլխավորությամբ զորքերի մեջ։ Չնայած Վարդաս սկլերոզին արդեն հայտարարել էին հայոց կայսր, ամենապես կայսր Բյուզանդիայի եւ պահում էին հայկական կողմը, որ ինքը հայ է։ Նրանց է միանում նաեւ կայսրին է միանում, իսկական կայսրին է միանում նաև Դավիթ Գյուրոպաղատը տայքի, մի խոսքով պատերազմական ժամանակ Հալիս գետի ափին, Գայլ եւ Հալիս գետի ափին պարտություն է կրում, բայց երբ որ գալիս է Վասիլ, այսինքն Բարսեղ II կայսրը, Բարսեղը նրան ներում է շնորհում, բայց հասկանում է, որ սրա մտքին էլի ինչ-որ բան է, պիտի սա մի հատ ապստամբություն անես, մարդը տեղը նստել չի իմանում։ Եվ երբ որ նրան ակսուրում է Ադրիանոպոլիս, ճանապարհին նրան կուրացնում են մի տարի հետո 991 թվականին նրան մահանում է։ Ինչի էս պատմեցի այս պատմությունը, տեսեք հարգելիներս, թեկուզ եթե վերցնենք հսկայական բյուզանդական կայսրությունը, որը իրենից զբաղեց նախաշխարհի ամենաերկար տևած կայսրությունն ա եղել եւ դիմացավ հայերի շնորհիվ, քանի որ բնակչության մեծ մասը հայ էին, թագավորների թվով հավասար էին, իսկ զորավարների թվով մենք ավելի շատ էինք, քան տեղի լատինները։ Բայց ներսում էլի հասնելով այդ բանի, ներսում իրար էին ուտում, ոնց որ Հայաստանն միշտ լինում։ Եվ եթե Վասիլ կայսրը վերջ չդներ այս հարցին, էլի սարքելու են թաթերաբեմ, էլի Հայաստանի վրա հարձակում, էլի իրար մեջ կիսել, սարել եւ այլն։ Սա ես ներկայացրեցի նրա համար, որ անկախ նրանից որ դառներ լինի, հայերի մեջ իշխանության ձգտման, թեկուզ ցանկացած իշխան իրեն կայսր հայտարարելու, սովորական մարդ իրեն իշխան հայտարարելու պահը անփոխարինելի է։ Բնականաբար սա եղել է բոլոր ազգերի, բոլոր պետությունների մեջ, ուղղակի ես ներկայացրեցի մի թեթև պատմություն բյուզանդական 10-րդ դարի հայ բյուզանդական պատմությունից, որպեսզի իմանաք այն ժամանակ էլ ունենալով հսկայական կալվածքներ, հսկայական իշխանություն, մի քանի միլիոն քառակուսի կիլոմետր տարածք Եվրոպա Բալկաններով, մինչև Կղզիներով, Կիպրոսով, հարավ մինչև Սիրիայով, եսի Միջագետքով, մի մասով այտենց դեպի Հայաստան, այս մարդիկ էլի պայքարում են դրայի համար։ Այսքանով ուզում եմ ավարտել այսօրվա հաղորդումը, մաղթում եմ ձեզ լավոր հարգելիներս եւ միշտ հիշեք, հայ է այն մարդը, ում հոգին է հայ, հայ է այն մարդը, ում մեջ կա Աստծո մի մասնիկը, հայ է այն մարդը, ով որ պայքարում է հոգևոր արժեքի ու հայ ազգի բարձրագույն դիրքի համար, ոչ թե նյութի համար։ Եվ որ դու հելում ես նյութի, դու արդեն հայ չես, դու վերածվում ես ջոդի, առևտրականի։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Կարինում, Սասունում, Բաբերդում, Վանանդում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն։